Օրհնյալ մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Այսօր տեղի ունեցավ հայրեններ հասարակական կազմակերպության լիագումար նիստը։ Նախաձեռնության հեղինակը Մամիկոն Խուշուդյանն է, իսկ անդամները 44-օրյա պատերազմի մասնակիցները։ 5 տարի է աշխատել ենք, ընկերացել ենք, բարեկամացել ենք մեր վիրավոր հերոս տղաների հետ եւ կարծում եմ ժամանակն էր արդեն, որ մենք ունենանք նաեւ այդ տղերքի եւ նրանց անունով գրված գրքի հայրենների անունով ստեղծված կազմակերպությունը հասարակական եւ կազմակերպության խորհուրդը առաջին հերթին հիշել, գնահատել, արժևորել մեր զոհված տղերքի վառ հիշատակը եւ միաժամանակ նաեւ օգնել, ինչի՞ չէ նաեւ կարիերայի սկզբնական շրջանում հոգեբանական, իրավաբանական հարցերն էին տղաների հետ կապված, հիմա արդեն ուսումը, կարիերան եւ հասարակությունում թե ինչպիսի դեր, ինչպիսի կարեւորություն ու նշանակություն կստանձնեն իրենք արդեն։ Միջոցառմանը ներկայ էին քաղաքական, հասարակական գործիչներ, բժիշկներ, падգամավորներ եւ Խուշուդյան Նարմլյուրի հետ զրույցում պնդեց, որ քաղաքական բոլոր ուժերին հրավիրել է ընդգծելու համար կառույցի ապաքաղաքական լինելը։ Որևիցե քաղաքականության մեջ չկանք, իդեպ բոլորին էլ հրավիրել ենք բոլոր քաղաքական կուսակցություններից, բայց որևիցե տեղ չկանք, ոչ պատվիրատու ենք, ոչ հաճախորդ, կարող են շատերը հանգիստ լինել։ Կազմակերպության հիմքը համանուն գրաշարներ, որը պատմում է Արցախյան պատերազմում վիրավորված հերոսների ազատության եւ հայրենիքի համար մղած պայքարի մասին։ Գրքում ամբողջությամբ զետեղված են այս միջոցառմանը մասնակցող Արցախյան պատերազմում վիրավորված ու ոտքի կանգնած հերոս տղաների իրական պատմությունները։ Նրանցից շատերն այսօր ելույթով հանդես եկան։ Հարգելի հյուրեր, սրբազան հայր, մեծարգո եւ պատվարժան ներկաներ։ Հայրեններ հասարակական կազմակերպությունը սահմանավորվել եւ իր կեսական արմատներն է ձգել դեռևս 2020 թվականին հենց պատերազմի օրերին։ Ապրում եմ, որ իմ ընկերների այդ ոսկե հերոս տղերքի գործը շարունակեմ։ Երբ ծանոթացա Մամիկոն Խուշուդյանի հետ, այդ ժամ Հայաստանն իմ աչքերում բոլորովին այլ տեսք ստացավ։ Ճանաչել նրան նշանակում է ճանաչել Հայաստանի տարբեր մարզերի ու քաղաքների հարյուրավոր մարդկական ուղի անցած ուժեղ տղերքի, փառապանծ մարտիկների, վիրավոր, բայց ոգեղեն ու հոգեբանորեն պատրաստված ամուր հայորդիների։ Որպես Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բնակիչ, տեղահանված ընտանիքի զավակ, այսօր իմ խոսքն ամբողջությամբ կնվիրեմ հայրենի Արցախից, որի համար Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցել են ընտանիքիս անդամները, իսկ 2021 թվականից ծառայել եմ ես 5-րդ պաշտպանական շրջանի Մարտակերտի զորամասում։ Կարծում եմ ավելորդ է ներկայացնելը, թե ինչ պայմաններում եւ ինչպես ավարտվեց ծառայությունս, բայց փաստում եմ, որ արյան մինչև վերջին կաթիլը արցախցին պայքարեց ու արյունական հրաժեշտ տվեց իր հողին։ Մենք կորցրեցինք մի երկիր, որտեղ քարերն անգամ խոսում էին հայերեն։ Այսօր մեր երիտասարդներից համար նոր մարտահրավերներ կան՝ կառուցել, կրթվել եւ բարձր պահել մեր երկրի պատիվը։ Պատերազմը մեզ սովորեցրեց, որ զենքը լոկ պաշտպանվելու միջոց չէ։ Գիտելիքն է այն ուժը, որով ազգը հաղթում է խաղաղ ժամանակ։ Եվ եթե այսօր ուզում եք տեսնել զարգացած Հայաստան, ապա այդ ճանապարհն անցնում է հենց երիտասարդների ակտիվ մասնակցությամբ երկրի կառավարման բոլոր մակարդակներում։ Ժամանակն է հասկանալու, որ պետություն կառավարելը միայն մի խումբ մարդկանց գործը չէ։ Պետությունը բոլորի սեփականությունն է, եւ նրա հաջողությունը կախված է այն չափից, թե որքանով ենք մենք մեզ տեսնում այդ հաջողության մեջ։ Ես սերտում եմ իմ ազգի պատմությունն ու գրագետ լեզուն, որպեսզի ամեն օր հիշեցնեմ ազգիս թշնամիներին, թե ինչ դասեր ու քոթակ ենք տվել նրանց, ինչպես ենք դուշման վարդանների եւ բեկորների միամուր ջանքերով լացացրել այսօրվա թշնամու հայրերին եւ ապակառուցողական լկտի պահվածքի դեպքում կպատժենք նաեւ զավակներին։ Միջոցառման երկրորդ հատվածում տղաների կողմից որպես հասարակական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրվեց Մամիկոն Խուշուդյանի թեկնածությունը։ Վերջինս միաձայն ընտրեց նաև փոխնախագահներին եւ կառույցի գործող անդամների կազմը։ Թող յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր նախաձեռնություն ծառայի մեկ նպատակի՝ ուժեղ, արժանապատիվ եւ անկախ Հայաստանի գաղափարին։ Միջոցառումն ավարտվեց Խուշուդյանի շնորհակալական խոսքերով եւ հյուրերի շնորհավորական խոսքերով։ Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանին։ Շնորհակալ եմ բարերարներ Ռոզա Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանին, Հովհաննես Ծառուկյանին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանին, Լևոն Քոչարյանին, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, փոխնախագահ Դավիթ Խաժակյանին, փաստաբան Աշոտ Նուրիջանյանին եւ շատ ու շատ նվիրյալ հայորդիներին։ Այսօր կարծես հավատքը մեծացավ դեպի վերադարձ Արցախ եւ մեր ամբողջ Հայաստանը, ոչ միայն Արցախ, եւ Արևմտյան Հայաստանը եւ ամբողջ մեծ Հայաստանը։ Արմատներով Գիլիգիայից եմ, պայքարելու եմ նաև Գիլիգիա հասնել։ Ձեզ մաղթում եմ բարի երթ եւ նաև ուզում եմ այս լուսավոր աչքերը տեսնելով հավատալ, որ իսկապես հասարակության այն սերուցքն է այստեղ հավաքված, որի վրա պիտի հենվենք, ինչպես ասաց պարոն Սիսիլյանը, եւ արժանի լինենք իրենց։ Ուզում եմ նաև ոչ կուսակցական գործչի դիրքերից հանդես գալ եւ ասել, որ այո, այստեղ շատ կարեւոր է նաև քաղաքական միասնությունը, որովհետեւ եթե մենք խոսում ենք հայրենիքի մասին, եթե մենք խոսում ենք զինվորների մասին, այստեղ չպիտի լինի որևէ կուսակցական կամ քաղաքական շահ։ Երբ որ որևէ զինվոր գնացել է եւ զենքը ձեռքին պաշտպանել է իր հայրենիքը, ինքը չի հարցրել որևէ մեկին կամ մենք որևէ զինվորի չենք հարցրել նրա քաղաքական պատկանելությունը կամ քաղաքական հայացքները, հետեւաբար այստեղ մեզ միավորում է իսկապես հայրենասիրության եւ հայրենատիրության գաղափարը եւ ես շատ կուզեմ, որ այդ գաղափարը թևածի եւ ամենայն անկեղծությամբ ուզում եմ, որ դուք հաջողեք։ Քաղաքականությամբ զբաղվողների մոտ խանդ կա, երբ տարբեր ուժերի ներկայացուցիչներին նույն տեղում տեսնում են։ Սա եզակի բան է եւ կարծում եմ բոլոր քաղաքական դերակատարները այստեղ դա կկիսեն, որ դա ոչ թե խանդ է, այլ ընդհակառակը ուրախություն եւ ինչ որտեղ նաեւ գնահատանք Պամիկոնին, որ մենք չունենք այդ զգացողությունը իրար հետ նման իրավիճակում եւ հենց այս իրավիճակն է, որտեղ մենք պետք է միասնական լինենք։